Եղբայրներ են ծնված օրից աշխարհում հայն ու վրացին, ոչ ոք կյանքում չի խառնվել երբեք նրանց աղ ու հացին։ Ահա այս խորիմաստ խոսքերի վառապացույցը կարելի է տեսնել Միմինո ֆիլմում, որտեղ հայն ու վրացին անցան միասին արկածային ճանապարհ։ Ճանապարհ կատակներով ու սրամտությամբ լի, ճանապարհ, որը ձգվում է մինչ մեր օրեր։ Здравствуйте. Եթե մի հատ ֆիլմ կար, իսկական ֆիլմ, եւ իսկական դերասաններ, եւ իսկական, այսինքն ռեժիսուրա, իսկական այդ բանը, ես այդ Միմինո կինոյի մեջ եմ տեսել։ Վրաց հայկական տեսարանը ամենաուժեղ տեսարանը ռեստորանի մեջ է, չէ, վրացին մի քիչ գոռոզ ժողովուրդն էլավ կապի ձեն Աստված ողորմի, բարեց Ֆրունզի Մագրչյանս էս կոմենտարավին իրա շարժումներով ու հետաքրքիր ինչ որ են կինը ներսաստեղ են ինչքան ոգևորված բարեցին որ այն ռուսկինն էլավ իրար հետ սկսեցին չէ ինչ որ սա միասնական ուժ է ու լավ բան է դա ու կինոյին տեսիք դուք ոչ այդ մեքենայով կարազով գնացել է հասել է ես գիտեմ Մոսկվա ու բան քարոջը որ հանգար բաներ էր չէ ինտե խրուստալը ու դատ կերտա ինքը լեզուն այդքան չի դե ու իրա այդ խաղը նո գիտեք դա հրաշքային բան է ամբողջ դալիճը ամբողջ բան մեկ օր կարեցել ինչ այնտեղ ուրեմն Դանելյան նենց ռեժիսոր է նենց ես համարեմ իրան նենց ռեժիսոր այսինքն նա նվիրված է ոչ թե միայն վրաց ժողովրդի ռեժիսուրայով այլ հայկական ռեժիսուրային է շատ է մասնակցել ուրեմն ինչ ասեմ հետո ամենահետաքրքիր բանը որովհետեւ ժողովրդին չմերժե մալը կաբել է փորեն բանեն վերտալյոտով տեղափոխել դուք միտքը հասկանաք բազի ժողովուրդ չի գնացի չկսի արշեմիզլիա այն մարդը ինչով վերտալյոտի մեջ չի հավքի չէ բան ու որովհետեւ այդ կանիկ մարդուն իք չենելու համար պատկերացու դու կապեց բաները որ տեղափոխե մալը հոջամանը տեղափոխե վերտալյոտով իրեն ուզած տեղը այդ մենզությունը ես գտնի մեդի կինոյին հենց այդ օրն է փողերը բարբավ գանացին ու այն ամենալավ էպիզոդը չգիտեմ դուք ինչ ա հիշեք կանացորը сколько стоит чай չգիտեմ ինչ ինքը հաշվեց կապեկները դավեց սդաչի նինադել что чая сдачи երկովը դավել չուներ Валикджан, зачем тебе большая авиация? Միմինո ֆիլմ որ ստեղծված օրից դարձել է ժողովրդի ամենասիրելի ֆիլմերից մեկը այն նկարահանվել է 1977 թվականին Ռեզո Գաբրիաձեի, Վիկտորիա Տոկարևայի եւ Գյորգի Դանելյանի հեղինակությամբ։ Գլխավոր դերերը կատարել են Վախտանգ Կիկաբիձեն ու Ֆրունզիկ Մկրտչյանը։ Он раньше здесь работал. Кто? Один грузин. Мой знакомый друг. Я вот напишу «Здравствуй, Валикджан». А он скажет «Вау, как мне нашел, откуда?» Ему будет приятно. Когда ему будет приятно, я буду чувствовать, что мне тоже приятно. А ты говоришь прямо. Թելավտի զանգե, չէ։ Գայնի Թելավիվ կուզեսել որ գրուզինսկի ես վրաց եվրեյները, այդ թողնեն հայրենիքն ու կերտան, չէ, բան Իսրայել։ Այդ միտքը ինչն էր ու բիրդեն անգա բերացուն ու երկեր ժուժուն ածվի մամովի դա, հետաքրքիր էր ինքը գեստից երկեր լարխն էլի իրենց են եղբայրությունը էլոր գախտը ցուստադին որ եվրեյները գրուզինսի եվրեյներն կերտան Իսրայել ու իրար այդ տելեֆոնով հանգարց ինչ եղավ անգավ այդ որ տունը որ վրացի դուս եկավ ինձ շատ հետաքրքիր էպիզոդներ Պակրիշկան տարել է քսե ծախենք որ քեսի այ ընկերությունը եղբայրությունը է այդ որ մեջ կգտնի կամ թե չէ բաղնիկի մեջ լողանակը դուս ելավ երկելով չէ նիգոր բաներով հա պատրուգը тоже բազավի չէ հայկական այդ կավկասյան ցիկն է ճեստվյան էլի կլաս է հանե էլի ինչ ասեմ այդ կինոն հիմի ոչ թե մեր Կովկասում բանի դիք ամբողջ աշխարհը ցանդեցուց այդ կինոյով ով էլ որ լեզուն է չէին հասկնա թեգուսմա
լրիվ այնպես խաղ, այնպես բաներ, որ այդ սյուժետ, այնպես բաներ, պաստանովկան էլի, ռեժիսորան, որ ամբողջ երրագունդը շաշմավ այդ կինոյով ու ամենամեծ գոնարարն է աշխատել։ Վախթանգ Կիկաբիձյանն ու Ֆրունզիկ Մկրտչյանը ծանոթացել են նկարահանումների ժամանակ, սարերում։ Ինձ ապշեցրեց, որ նա ունի նման տխուր աչքեր։ Ես այդժամ չգիտեի նրա պատմությունը։ Իսկ դերը համենայն դեպս արկածային էր։ Դա արդեն հետո հասկացա։ Ինքը ուղղակի շատ տաղանդավոր էր եւ խաղաց հրաշալի ձևով, չնայած իր տխրադեմ հայացքին, պատմում էր Վախթանգ Կիկաբիձեն։ Ֆիլմից հետո Վախթանգն ու Ֆրունզիկը ընկերացան, մինչ Ֆրունզիկի մահվան օրը։ Ահա եւս մեկ ապացույց հայ եւ վրաց եղբայրության։